Պարոն Հակոբյան, դուք ձեր հայտարարագրում փաստացի ունեք 5 բնակարան։ Կարող եք մեզ ասել այդ 5 բնակարանի ձեռքբերման եղանակը, որ մենք էլ տենց 3 տարում 3 բնակարան կարողանանք ձեռք բերել։ Շատ բարի։ Կարծեմ ձեր կայքի սեփականատերը կարողանում է մի քանի տարում բնակարաններ ձեռք բերի։ Հա, 20 տարում, ոչ թե 5 տարում 3 բնակարան։ 20 տարում, ես էլ եմ 20 տարում ձեռք բերել, հիպոթեկա եղել դրանք։ Հիպոթեկով եմ ձեռք բերել։ Հիմա ասեմ։ Եկեք միասին հասկանանք, էլի, երկու անհատական բնակելի տուն, մեկը ձեռք բերված 2021-ին, մեկը 2020 թվականին։ Այդ ոնց հստացվել, որ մի տարվա տարբերությամբ Ձոր աղբյուրում, Ջրվեժում երկու տուն եք։ Շատ լավ, հիմա ասեմ։ Մի տունը այն նախ մինչև պատգամավոր դառնալս ես ունեի 3 անշարժ գույք, 2 բնակարան, 1 հողամաս։ 2020 թվականին ձեռք բերված գույքը այն հայտնի տունն է, որը ձեռք են բերել հիպոթեկով եւ որի մասին գրվեց, որը Ձորաղբյուրի այնպիսի թաղամասում էր, որտեղ տները շատ էժան են, հետո դրա հարևանությամբ գտնվող տունը գնել եմ $11,000, $11,000 Շատ էժան եք գնել։ Շատ էժան եմ գնել եւ իմ կուտակած միջոցներով, այսինքն փող էի կուտակել, գնել եմ այդ տունը, սարքել եմ մի հասցե երկուսը եւ հիմա այդ մի հասցեի մեջ, ուղղակի մի հասցեի մեջ կա 2 շինություն։ Հիմա այդ 2 տունը, այնպես չի որ 2 առանձին տներ են, 2 առանձին հասցեներ են։ Իմ հողամասի մեջ կա 2 շինություն եւ 2 տուն փաստացի։ 2, այո, տուն, բայց 1 հասցեում։ Ստացվում է 2 տուն։ Ես ասեցի ոնց եմ ձեռք բերել, բայց ասեցի ոնց եմ ձեռք բերել։ Շատ լավ։ $11,000։ Եվ եթե ցանկացողներ կլինեն, մեր թաղամասում 11, 12, $13,000 տներ շատ կան։ Շատ լավ։ Իսկ 5 բնակարան, 5 տուն պահելը դժվար չէ։ Ես այս պահին ունեմ պատրաստի 2 տուն, մեկը հայրական իմ տունը, որտեղ մայրս է բնակվում, եւ մեկը Ձորաղբյուրում հենց այդ տունը։ Իսկ մյուսների ճակատը Այն մյուսը դեռ կառուցվում է, եկամտային հարկի վերադարձով առել եմ, դեռ կառուցվում է, այն մեկն էլ վաճառել եմ արդեն։ Բայց ինչպես է ստացվել, որ Ջրվեժում եք էլի բնակարանը ձեռք բերել ձեր երրորդ, այս անգամ 44 միլիոն դրամով, այդքան մեծ ու թանկ արժեք էր, ասում եք այնտեղ լավ էլ էժան է։ Որովհետև ուրիշ թաղամասում է եւ կառուցապատողից եմ առել։ Մեր թաղամասում, որտեղ որ բնակվում եմ հիմա ես, չկա ջուր, գազը նոր է եղել, չկա ասֆալտ նորմալ, պայմանները վատ են, այդտեղ բնակարանի տների գները շատ էժան են, էլի եմ ասում, եթե մտնեք հայտարարությունների կայք, այնտեղ կգտնեք շատ էժան տներ այդ թաղամասում։ Իսկ ես, որը որ 44 միլիոն դրամով եկամտային հարկի վերադարձով եմ ձեռք բերել, դա ավելի Բագրևանդ թաղամասում է։ Ամեն ինչ իմացաք իմ մասին։ Ամեն ինչ բաց թափանցիկ, ինչ հարց տվեցիք, բոլոր հարցերին պատասխանեցի։ Իսկ պատգամավորական այս նստաշրջանը ավարտվելուց հետո, երբ որ այդ պատգամավորական գործունեություն չծավալեք եւ եկամտահարկը այսքան շատ չլինի, ինչպես եք պատրաստվելու այս 44 միլիոն հիպոթեկայի վարկը փակել։ Աշխատելու եմ, փակելու եմ, ինչպես որ 2012 թվականին ձեռք են բերել Արշակունյաց պողոտայի վրա բնակարան հիպոթեկային վարկով եւ այդ ժամանակ պատգամավոր չէի աշխատում, բայց աշխատել եմ եւ փակել եմ այդ վարկը։ Դուք 2026 թվականի նախընտրական ընտրացուցակում հայտնվելու համար չեք պայքարում, կարծես թե չեք լինելու։ Ես ոչ թե չեմ պայքարում, ես չեմ էլ առաջադրվել, որպեսզի լինեմ։ Ինչ եք պատրաստվում անել վերջին նստաշրջանի ավարտից հետո։ Չգիտեմ, դեռ չեմ որոշել, դեռ մի կես տարի, մոտ մի 6 ամիս ժամանակ ունեմ, կմտածեմ։ Հնարավոր է էլի վերադառնաք ձեր նախկին դերասանական կարիերային։ Չեմ կարծում, չեմ վերադառնա։ Իսկ լավ, դրանից հետո ինչպես եք պատրաստվելու այս 39 միլիոն հիպոթեկը փակել։ Աշխատեմ կփակեմ։ Ինչպես որ նախկինում, երբ որ պատգամավոր չէի եւ ձեռք էի բերել հիպոթեկով բնակարան, աշխատում փակում էի այդ հիպոթեկը, հիմա էլ կաշխատեմ կփակեմ։